Միանշանակ ուղղորդված է, նաև դա նրանից որովհետև անելանելի վիճակի մեջ է անդիմությունը, անելանելի վիճակի մեջ է, որովհետև ակնհայտ է, որ 3 ընդդիմադիր հիմնական ուժ համարվող կուսակցությունները իրանք խնդիր ունեն բանը անցնելու, եկեք էսկում, իրանք խնդիր ունեն բանը, մի հատ ուրիշ կամերայի դեմը կանգնեցիր հիմա, իրանք խնդիր ունեն շեմը նվազագույն հատելու, ակնհայտ է դա, ակնհայտ է, Գագիկ Ծառուկյանը մասնակցում է կուսակցությունով, որպեսզի 4%-ը իր ռեսուրսի հաշվին, հին ռեսուրսի հաշվին փորձի հատել, Հայաստան դաշինքը ակնհայտ է, որ չի հատելու 100,000 ձեն Հայաստանի Հանրապետությունը անհնար բան է դա, վստահ եմ դրա մեջ, դրա համար Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է կլխկոնձի տա, ՊՊԶ-ի, բանանի, բարի խոսի, ասի, որ Դուա Լիպային է սիրում, վիրավորի, որ մենք իրան պատասխանենք։ Ուժեղ Հայաստան այդ կազմակերպությունն էլ ակնհայտ էր, որ իրանց այդ գաղտնիք, այդ շղարշը, որ եսին որտեղից ինչ-որ յանք եկել են, որտեղ ինչ-որ բան կա, այդ մարտին դա անցավ, հետո լուսերը տվեցին, տեսախցիկները միացրեցին եւ պարզ դարձավ, որ այդ մարտը ԴԹ-ի ուղղագրությունը չգիտի, ՂԽ-ի ուղղագրությունը չգիտի, հայերին չի ճանաչում եւ ընդհանրապես բացի նրանից, որ ինքը չի կարող Հայաստանի Հանրապետություն որևիցե պաշտոն զբաղեցնել, այլ նաեւ պատկերացում չունի ինչի՞ց է խոսում։ Եվ ուստի ինչ ամնում տակը մնում է եկեք վիրավորենք, սադրենք, տեսնենք իշխանությունը ինչ անում, որպեսզի լրագրողները հարցնեն, եկեք ագրեսիա ցուցաբերենք եւ այլն եւ այլն։